Դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորություն ստեղծելու մասին ներքին գործերի նախարարությունը նախագիծ է մշակել։ Առաջարկում են տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն իրականացնել այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության, հանցագործությունների կանխման, ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման համար։ Նախագիծն ունի կարևոր ու զգայուն կողմ, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել։ Խոսքը վերաբերում է մեղադրյալի ու պաշտպանի գաղտնի հաղորդակցմանը, ասում է իրավաբանը։ Սովորական պայմաններում հաղորդակցումը իրականացվում է 3 հիմնական եղանակով։ Առաջինը դատական նիստի ընթացքում ձեռագիր տեքստերի փոխանակմամբ, այսինքն պաշտպանը թղթի վրա ինչ-որ գրառում է կատարում, փոխանցում է մեղադրյալին, մեղադրյալը իր կողմից ինչ-որ գրառում է կատարում, փոխանցում է պաշտպանին, այդ եղանակով մտքերի փոխանակում է տեղի ունենում։ Երկրորդ տարբերակը առանց դատական նիստի բնականon ընթացքը ոչնդոտելու շշուկների միջոցով կարճ մտքերի փոխանակումն է։ Եվ երրորդը արդեն դատական նիստի ընդմիջում խնդրելու Տեսակապով դատական նիստին մասնակցելու ընթացքում այս ամենը վտանգվում է եւ հարց է առաջանում, թե ինչպես պետք է իրականացվի գաղտնի հաղորդակցումը։ Այն գործերում, որոնցում Եվրոպական դատարանը արձանագրել է մարդու իրավունքների խախտում, հաղորդակցումը իրականացվել է պետական մարմիններից վերահսկվող կապի միջոցներով եւ այդ պայմաններում ստացվում է, որ հաղորդակցման գաղտնիության երաշխիքներ չեն եղել, ընդգծում է Ալոյանը։ Ներքին գործերի նախարարությունն էլ համաձայնում է այստեղ։ Ըստ նախագծի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը ապահովելու դեպքում պետք է երաշխավորեն հետեւյալ նվազագույն պայմանները։ Դատական վարույթի մասնակիցները եւ մեղադրյալը պետք է հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց։ Մեղադրյալը եւ նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում պետք է խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան։ Մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները եւ վարույթի այլ նյութերը։ Իրավաբանը նշում է, որ եթե կարողանան այս 3 նախանշված կետերը պահել, ապա նախագիծը վստահ կարող են դրական որակել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։